Ինչպես անցած 5 տարիներին, այնպես էլ առաջիկայում գործող նախագահի թեկնածու Բակո Սահակյանը կիրառելու է նույն գործելավոճը, աշխատանք, որը հիմնված է քաղաքացիների առաջարկությունների ու կարծիքների վրա։ Ես ստիրապետում եմ մեր երկրի զարկերակին, գիտեմ ձեր տրամադրությունների մասին, եւ ինչպես քիչ առաջ նշեցի, այդ ամենը ինձ օգնում է իմ պարտականությունները կատարելու։ Գյուղատնտեսություն, էներգետիկա, լեռնահանք արդյունաբերություն, տնտեսության զարգացման ռազմավարական այս ճյուղերով է պայմանավորված երկրի հետագա առաջընթացը։ Քրասնիում Բակո Սահակյանի հետ հանդիպման են եկել նաև հարավի բնակիչները։ Այս ինչպես նաև Շոշի, Դաշուշենի, Մխիթարաշենի, Խաչմաչի, Ներքին Սզնեկի եւ Վերին Սզնեկի համայնքների զարգացման հիմնական ուղղությունը գյուղատնտեսությունն է համարվում։ Իհարկե, ոլորտում ամեն ինչ չէ հարթ, բացթողումներ կան։ Օգտագործողը շարունակում է խնդիրներ ունենալ գյուղտեխնիկայի ու ոռոգման հետ կապված։ Դրանք վերացնելու եւ ունեցած հաջողությունները բազմապատկելու առաքելությամբ է կրկին առաջադրվում գործող նախագահը։ Մենք հզոր ենք միայն դրանով, որ մեր շարքերում շարունակում են ապրել այդպիսի հայրենակիցներ, ինչպիսին են մեր մեծերը։ Ազնվության ուղղակի օրինակներ հանդիսացող բարոյական կերպարներ։ Սարուշենում ներկայացնելով նախընտրական ծրագիրը Բակո Սահակյանը հիմնականում խոսեց տնտեսության զարգացման հեռանկարներից ու հատկապես գյուղ ոլորտին ուղղվող պետական աջակցությունից։ Անցած 5 տարիներին հսկայական միջոցներ են ուղղվել գյուղատնտեսությանը։ Պետական աջակցության ծրագրերի տարեկան բյուջեն 2007 թվականի համեմատ աճել է 10 անգամ։ Գյուղատնտեսության հատկապես անասնապահության զարգացմամբ է պայմանավորված նաև Ակնախբյուրի, Մոշխումհատի համայնքների հետագա առաջընթացը։ Պետական ծրագրերից այս համայնքներում լիարժեք դեռ չեն օգտվում։ Պատճառը կամ բյուրոկրատական քաշքշուկներն են, կամ տեղերում բացատրական աշխատանքների ոչ ճիշտ կազմակերպումը։ Ավետարանոցի բնակիչները օրը դարձրել են տոնական։ Նախագահի թեկնածուից նրանք մանուկների շուրթերով են խնդրում խաղաղություն եւ Արցախի հետագա բարգավաճում։ Կենսական նշանակության մի շարք հարցերի լուծումն, ինչպիսին է նոր աշխատատեղերի ստեղծումն ու ջրամատակարարման հարցի լուծումը, երիտասարդներին ամուր են կապել գյուղի հետ։ Ասկերանի շրջանում նախընտրական քարոզարշավի շրջանակներում կազմակերպված երեկվա հանդիպումների վերջին կանգառը սղնախում էր։ Գյուղը անասնապահության զարգացման առումով լավ հեռանկարներ ունի։ Առաջիկայում ճյուղի զարգացումը շրջանի այս հատվածում հիմնական զբաղմունքն ու եկամտի աղբյուրն է լինելու։ Սամվել Բալայան, Մայր Մկրտչյան, օր։